կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ DMM կուսակցության վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցի հետ։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես ինչ է կատարվում ձեր թիմի ներսում, Տիկին Կարապետյանց, ընդունեք, որ խիստ տարօրինակ է մեկ օրում 50 հոգի ինքնաբացարկ են հայտնում, հետո պարզվում է, որ դա դեռ շարունակական է լինում։ Ինչ է տեղի ունենում, դուք էլ մեկնաբանում եք, որ սա մեր ըստ էության պլանավորածն է, բայց չեք կարծում, որ այսպիսով շատ մեծ հարված եք հասցնում ընտրություններից առաջ, մարդիկ ասում են լուրջ չէ։ Ասում են շորերը հավաքեցին ու հայդա դեպի Փարիզ։ Բոլոր նրանք, որոնք ովքեր ուշադիր են հետևել մեր հայտարարություններին, իրենց համար սրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկար, որովհետև մենք նախապես ասել ենք, որ եթե մեր պրոյեկտը չի ստացվում, մենք մանդատները վայր ենք դնելու եւ այն օգտագործելու ենք միայն մի պայմանով, որտեղ մենք հնարավորություն ենք ունենալու իրականացնել մեր պրոյեկտը։ Մենք շատ հստակ հաշվարկ ենք արել եւ պատկերացում ունենք, որ մենք չենք հավաքելու բացարձակ մեծամասնություն պարլամենտում։ Հետեւաբար 87 տեխնացուի, падգամավորի տեխնացուի անհրաժեշտություն մենք չունենք։ Եվ ինչպես որ պայմանավորվել ենք, այնքան ինչքան որ մենք կարող ենք հավաքել ձայներ, այդքան մի քիչ էլ ավել պահել ենք, մնացածը խոստացածի հետևից գնալով վայր են դրել մանդատները։ Ասելա թե սա նախապես ձևավորված, պայմանավորված, փոխադարձ համաձայնությամբ, այսինքն յուրաքանչյուր падգամավորի տեխնացու ուներ ստորագրված փաստաթղթեր, որտեղ մենք պարտավորություն ենք վերցրել մեզ վրա մանդատները վայր դնելու, որպեսզի չլինի այնպես իրավիճակ, որ մեր պրոյեկտը, մեր խոստումները մենք անցնում ենք պարլամենտ, մեր խոստումները իրականացնելու տեսանկյունից որ խնդիր է առաջանում, դա շատ ավելի վատ կլիներ եւ ցավոք սրտի մեր հասարակությունը սովորել է, որ կարելի է նախընտրական փուլում տալ անհաշվելի թվով խոստումներ եւ հետո չիրականացնել ու ոչ միայն ներողություն չխնդրել այդ գործողությունները խոստումները չիրականացնելու համար, այլ նաեւ այդպես հպարտորեն ասել, դա չի ստացվել, դեմա չի ստացվել, հա, կամ ժամանակա փոխվել, իրավիճակա փոխվել, հազար մի պատճառ բերել, ինչի իրանք չեն կատարել իրանց խոստումները։ Սա մեր խոստումների մի փուլն էր, նորից։ Մենք հստակ պատկերացում ունենք, որ մենք կարող ենք անցնել պարլամենտ, ասելա թե 4%-ը մեզ համար մենք վստահ ենք արդեն, որ 4% անցողիկ շեմը մենք կարողացել ենք ապահովել եւ մի փոքր էլ ավել պահել ենք մանդատներ տեխնացուներ, որպեսզի կարողանանք անհրաժեշտության դեպքում, եթե հանկարծ աշխատեց ավելի այլ պրոյեկտում ենք ունեցանք ավել ձայներ, չլինի այնպես, որ մենք դատարկ թափուր տեղեր ունենք, որտեղ դա նորմալ չի։ Այնպես որ ամեն ինչ նորմալ էր ու դեռ հայտարարել ենք նաև, որ կարող են նոր մարդիկ մանդատները վայր դնել, բայց այս պահին կարճ ժամանակով կասեցրել ենք, դադարեցրել ենք, իրենք իրենց համաձայնությունը բնականաբար ունեն, բայց մենք ունենք մտավախություն, որ կարող ենք դիմումները ներկայացնել, հետո պարզի որ ավելի շատ ձայն ենք հավաքել, քան կանխատեսում ենք։ Դրա համար մի պահ կասեցրել ենք, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հաշվարկած է, շատ գեղեցիկ հստակ առաջ ենք գնում։ Լավ, Տիկին Կարապետյան, եւ ուրեմն ինչպես է գնահատում քարոզարշավը, ուրեմն մոտենում է ըստ էության արդեն ավարտին, բայց տեսնում եք փոխադարձ վիրավորանքների պակաս չի նկատվել այս անգամ եւս, քաղաքական ուժերը տեսնում եք ուրեմն ինչպես են դիրքավորվել եւ ինչ հռետորաբանություն ու թեմատիկային հիմա ուրեմն բերելորակարգ, նախ ինչպես է գնահատում այս ամբողջ գործընթացը, հաշվի առնելով, որ վարչապետը կամ ԿՊ-ի ուրեմն պարագլուխը անընդհատ խոսում է եռագլուխ ուժերի մասին, կարծեք հիմնական պայքարը նրանց ու քաղաքացիական պայմանագրի միջև է լինում, մյուսները հայտնվում են լուսանցքում։ Ես կարծում եմ, որ սա հենց այդ իմիտացիան է, որը շատ ձեռնտու է, թե գործողը առհասարակ որևէ ժամանակների իշխանությունների
թե որևէ ժամանակներում մեծ ընդդիմադիրներին, մեծ հնարավորություններ ունեցող ընդդիմադիրներին ցույց տալ, որ միայն իրենք են եւ իրենց մեջ է լինելու պայքարը, այնինչ եւ նաեւ խաղի կանոններն են սահմանված Սերժ Սարգսյանի օրոք սահմանված խաղի կանոնները, հետագայում Նիկոլ Փաշինյանի օրոք փոփոխված օրենսգիրքը եւս պահպանեց որոշակի կանոններ, որոնք հենց այդ հնարավորությունն է թողում եւ ինչու ենք մենք կոչվում բոլորին դեմ ենք, որովհետեւ խաղի այսպիսի կանոններով իսկապես փոքր թիմերը շատ քիչ հնարավորություն ունեն անցնելու, եթե չեն կարողանում կազմակերպել արտասովոր ճեղքում օրինակ մեր նման մնացած մարդիկ թիմերը, որոնք խաղում են հայտնի խաղի կանոններով, ուրիշների սահմանած խաղի կանոններով, իրենք պարլամենտում հայտնվելու որևէ հնարավորություն չունեն եւ կարող են իրենց թույլ տալ թե նախընտրական փուլում, թե հետագայում նաև պարլամենտում հայտնվելուց հետո իրար մասին ինչ ասել, իրար նկատմամբ ինչպիսի վարքագիծ ուզում ես դրսևորել, որովհետեւ վստահ են, որ սահմանված խաղի կանոնները թույլ են տալու իրանց հավերժ լինել կամ ընդդիմադիր կամ իշխանություն, մնացած բոլորը խաղից դուրս են։ Եվ բոլորին դեմ մի պրոյեկտի ամբողջ իմաստը նրա մեջ է, որ կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի փոքր ուժերը եւս կարողանան ներկայացված լինեն պարլամենտում, եւ դա շատ կարեւոր է։ Անկախ նրանից մենք կիսում ենք իրանց տեսակետները, չեն կիսում, ժողովրդավարության ամբողջ իմաստը եւ հմայքը դրա մեջ է, որ դու պիտի կարողանաս ներկայացված լինես։ Աննորմալ է, երբ որ 10, 20, 30, մինչև 40, 50 հազար ձայն հավաքած քաղաքական ուժերը չեն կարողանում հայտնվել իրենց ներկայացուցիչ չունեն պարլամենտում։ Սա նորմալ process չի, սա ժողովրդավարություն չի։ Մի կողմից, մյուս կողմից էլ եթե անընդհատ նույն ուժերն են պարլամենտում, ես ում հասկանամ ինչ փոփոխություն է ակնկալում։ Ինչը հասկանալի չէ նախորդ իշխանությունների, ներկա իշխանությունների վարքից, մտածողությունից, խոսույթից, մարդկանց ինչը հասկանալի չի եղել, ինչն է անորոշ մնացել, որ նորից կարիք կա, նորից վերադարձնելու։ Գործիչները իրար համբալով են դիմում, չգիտեմ, հսլնքոտ, ինչ բառամթեր կասեք։ Սարսափելի է, այո, թե մի կողմից, թե մյուս կողմից խստորեն դատապարտելի է, եւ երբ որ մենք օրինակ ակցիա ենք իրականացնում, կոչվում էր ցեղ շպրտոցի, մեզ շատերը մեղադրում են, ասում են դուք անլրջություն եք իրականացնում։ Ես ում հասկանամ լրջություն ինչի մեջ է, իրար համբալ անվանելու մեջ է, իրար դավաճան անվանելու մեջ է, իրար վերաբերյալ ընտանիքի անդամների վերաբերյալ կեղտոտ խոսույթ օգտագործելու մեջ է, դա է քաղաքական լրջությունը, թե մեր ակցիաները, որոնք մաքուր քաղաքական ակցիաներ են։ Այսինքն մենք ցույց ենք տալիս մեր գործողություններով, մեր ակցիաներով, թե ինչ է տեղի ունենում իրականության մեջ, մի տարբերությամբ։ Մեր ակցիաների հետ արդյունքում որևէ մեկին չեն կալանավորում, որևէ մեկը չի ձերբակալվում, որևէ մեկը բռնության չի ենթարկում, որևէ մեկ առանձին անձի անհատի իր ընտանիքի անդամների վերաբերյալ ատելության խոսք ու սպառնալիքներ չի հնչում։ Ինչով ենք մենք ավելի վատ, քան մնացած բոլոր, այսինքն մենք էականորեն տարբերվում ենք, մենք հասկացված չենք շատերի մոտ ինչու, որովհետև շատերը սովորել են, հա, մենք 35 տարի է լսում ենք, այն ինչ որ լսում ենք այսօր տարբեր, թեպետ այս անգամվա նկարծես թե մի քիչ արդեն չափից դուրս սահմանները դուրս եկած վիճակը իրար վերավորելու եւ կալանավորումների հետ կապված էլ աննախադեպ, լավ չասենք աննախադեպ է, հին վատթարագույն ավանդույթների պահպանման ճանապարհով են գնում այս իշխանությունները այս ընտրությունների ընթացքում։ Երբ դուք ասում եք արտասովոր ճեղքում ենք իրականացնում, որն է, որովհետև ձեր հասցեին էլ, ձեր թիմի հասցեին էլ այնքան քննադատություն հնչեց, ասեմ ինչ առումով, որ դուք ավելի կոնկրետացնենք հենց անվանումից կուսակցության, երբ նշվում է դեմ եմ, քաղաքացին գալիս է, ինքը չգիտի, որ կուսակցությանն է ձայն տալիս եւ ուրեմն ենթադրում է ու նշում է ձեզ, ստացվում է ձեզ տալիս է եւ այստեղ շատերը ասում են այ մանիպուլացնող էլեմենտ կար այստեղ տիկին կար։ Հստակեցրեցիք, ես շատ շնորհակալ եմ ձեր հարցերը։ Միշտ հստակ են, պատասխանները ավելի հեշտ է լինում։ Տեսեք, երբ որ նախ ես չեմ կարծում, որ այլևս այս մեր ակցիաների արդյունքում որևէ մեկը մնացել է, ով չգիտի, որ բոլորին դեմ է կոնկրետ կուսակցությունը։ Երկրորդը, երբ որ ձեզ կտան ընտրատեղամասում, ձեզ կտան ընտրությունների ժամանակ թերթիկներ, դուք կտեսնեք, որ գրած է բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն եւ տակը 3 կանոններ, այսինքն չի կարող բոլորին դեմ եմ այն հին բոլորին դեմ եմ տակը ոչ մեկի անունազգանունը գրած չէ։ Երրորդը, շատերը կարծում են, որ մեր հասարակությունը տենց թմրեցված եւ բթեցված վիճակում է գտնվում։ Ես այդպես չեմ կարծում։ Մենք համոզմունք ունենք, որ մեր հասարակության հենց 40-50% ընտրություններին չմասնակցելը նրա մասին է, որ մարդիկ չեն գտնում եւ մերժում են այն ինչ որ իրանց առաջարկվում, այսինքն շատ փորձառու է մեր հասարակությունը որպես ընտրող եւ շատ պահանջկոտ է նաեւ, որովհետեւ նաեւ Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ տեսանք ինչպես շատ փոքր թվով մասնակցություն ունեցանք։ Այս մյուս կողմից երրորդը մանիպուլատիվ է մեր անվանումը թե չէ, մանիպուլատիվ կլներ, եթե մենք վերցնենք մանդատ
մանդատները բոլորին դեմ եմ անվան տակ ու գնանք 5 տարի պարլամենտում պրեմիա ստանանք, աշխատավարձ ստանանք, գնանք միջազգային ոյաժների, պատտվենք պետության հաշվին ճոխ ու ծոք ու շվայտ կյանքով ապրենք եւ ոչինչ չանենք մեր խոստումները իրականացնելու համար։ Այդ ժամանակ մեզ կարելի մեղադրեն, ասեն Ժորժյան, ձեզ դրա համար են ծայրը տվել։ Մենք այդպես չենք վարվում։ Ինչպես օրինակ ներկայիս իշխանությունը, ներկայիս ընդդիմությունը իրենք այլ խոստումներով են չէ եկել, բայց կարծես թե այդպես լավ տեղավորվել ու մեղադրանքներ են ցածին շատ տեղին են։ Հիմա մենք գալիս ենք եւ մանդատները առաջի հարցով ինչու ենք մենք մանդատները վայր դնում, որովհետեւ դա մեր խոստումն է։ Մենք ասել ենք, որ եթե մենք չկարողանանք մեր պրոյեկտը իրականացնել 3 կետանի, մենք ուղղակի մանդատները վայր ենք դնում որևէ մեկի մոտ, ով ուզում է գա իշխանության, մեզ համար մեկը։ Որևէ մեկի համար ընդդիմություն, ռուսերեն հարմար բառ ասում, մալչիկ դլա բիցիա, կամ հայերեն ասում են բոքսի տանձիկ, ինձ այնորն է սովորացրել, բոքսի տանձիկ ոչ մեկի համար չենք աշխատելու։ Մենք մնալու ենք քաղաքական process-ների մեջ, մենք շարունակելու ենք մեր քաղաքական գործունեությունը, որովհետև այդ որոշումը հստակ կա կայացված բոլորին դեմի թիմը շատ խայտաբղեց sense հավաքույթ է, խիստ լիբերալներից միջև խիստ պահպանողական տեսակետներ ունեցող, գաղափարներ ունեցող մարդիկ են, գուցե մենք տարբեր թիմերով գնանք, բայց մենք հաստատապես շարունակելու ենք քաղաքական գործունեությունը։ Վստահաբար մենք հիմա էլ բոքսի տանձիկ չենք, վաղն բոքսի տանձիկ չենք լինելու։ Ավելին ասեմ, եթե մենք գանք իշխանության ստացվի, մեզ համար որևէ մեկը բոքսի տանձիկ չի լինելու, որովհետև դա ապաքաղաքական է, դա ապապետական է։ Դու պիտի հնարավորություն ստեղծես մարդկանց համար քաղաքական ուժերի զարգանալու։ Դու պիտի չինքնահաստատվես ինչ որ մեկի հաշվին։ Երբ որ դու սկսում ես ինչ որ մեկի հաշվին ինքնահաստատվել, ինչ որ մենք տեսնում ենք հիմա փողոցում նախընտրական շրջանում, դա խայտառակություն է, դա ոչ մի պրոդուկտ պետության համար, ոչ մի արդյունք պետության համար չի ստեղծում, հասարակության համար չի ստեղծում, մեր ապագայի համար չի ստեղծում։ Մենք պիտի կարող ենք տարաձայնություններ, կարող ենք, մենք հիմա էլ ունենք տարաձայնություններ։ Մենք հիմա շատ չոր ու այսպես առանձին դեպքերում բավական այդպես կոշտ արձագանք տալիս է, բայց բոքսի տանձիկ որևէ մեկին նպատակ չունենք դարձնելու։ Լավ, Տիկին Կարապետյան, ինչու պիտի քաղաքացին ընտրի դեմ կուսակցությանը, որովհետև սկսած անվանումից հոգեհարազատ է, ինչու պիտի ձեզ ընտրի եւ ոչ մյուս քաղաքական ուժերին։ Տարբեր մարդիկ ընտրելու են տարբեր պատճառներով։ Մի մասը, որովհետև հոգնել այն ամեն ինչից ինչ որ կա, որովհետև մենք տասնամյակներով անգամ գիտեք կուսակցություններում բան չի փոխվում էլի, գլխավոր դերակատարները չեն փոխվում։ Հայտնի կուսակցություններից ոչ մեկում սերնդափոխություն որպես այդպեսին տեղի չի ունենում։ Մենք հոգնել ենք որպես հասարակություն, կարծում եմ նույն մարդկանց տեսնելուց։ Մի մասի համար սա նորություն է։ Մի մասի համար այո, մեր կրեատիվ մտածողությունը, մեր ազատ լինելը, մեր անկաշկանդ լինելը գուցե դա գրավիչ լինի, իրանք մտածեն, որ դրա համար է կարելի տան։ Բայց մեծամասամբ մեր զրույցները, մեր հանդիպումների ընթացքում, որտեղ մենք քարոզարշավ ենք անցկացնում ամբողջ Հայաստանի տարածքում, ինչքան որ մեր ֆինանսական հնարավորություններն ու ժամանակը ներում մենք փորձում ենք լինել բոլոր տեղերում, մեր զրույցներից հասկանում ենք, որ մարդկանց համար ընկալելի է մեր խոսույթը։ Այսինքն իրանք մեր քաղաքական ծրագիրն են ընտրելու, ոչ թե որովհետև մեր լոգոն բանն է, Spider-Man-ն է, այլ որովհետև իրենց համար հասկանալի է։ Ավելին ասեմ, ես վերջերս մենք ենթադրում էինք սկզբից, որ մեզ ձայն կտան հիմնականում երիտասարդները, որոնք չեն գնում ընտրությունների եւ դա ցույց է տալի բոլոր ժամանակների ստատիստիկան։ Բայց վերջի 1 շաբաթ 10 օրվա ընթացքում մեծ թվով տարիքով մեծ մարդիկ են մեծանում, այսինքն 50+ մարդիկ են մեզ մոտենում եւ իրենց հետաքրքրող հարցը հետեւյալն է. արդյոք սա ունենալու է շարունակականություն, որտեղ մարդկանց համար ընկալելի է այն ինչ որ մենք ասում ենք որպես քաղաքական պրոյեկտ, բայց իրենք շարունակականություն են ուզում տեսնել եւ այո, մենք պնդում ենք, որ շարունակականությունը լինելու է տարբեր ֆորմատներով, տարբեր ձևերով, բայց բովանդակային խորքային փոփոխությունների կարիք, որ ունի մեր պետությունը, իհարկե մենք առաջարկ անելու ենք։ Լավ, Տիկին Կարապետյան, քանի որ ուրեմն ԵԱՀԿ ժմիգներ զեկույցում հիշատակել անդրադարձել, որ բավականին այսպես բևեռացված ընտրապայքար է ընթանում, կար որոշակի քննադատություն, իշխանության ընդդիմության նաև հասցեին, հա, ընդհանուր առմամբ ակնկալիքները ինչպիսին են, օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ուրեմն այդ երակլուխ հրեշը պիտի կամ մաֆիայի այդ 3 գլուխն է մնացել, դա էլ կվերացնեն մինչև ընտրություններ, որ սա շատ կարևոր է լինելու որևէ կերպ խորհրդարան չթողնել այդպիսի ուժերի ներկայությունը։ Գիտեք նաև ուրեմն հակադարձ կարծիքները նաև, օրինակ հայտարարում է մինչև 31 թիվը Ծառուկյանի Սարիգլխի տունը պիտի պետությանը վերադարձվի ծերերի խնամքի կենտրոն կդառնա։ Նաև նշում է, թե ինչ
չեն վերադարձրել առ այսօր 18 թվականից եւ մինչեւ 31 թվականը փաստորեն ուրեմն այդպիսի ծրագիր ունի իշխանությունը։ Սրանք պոպուլիստական հայտարարություններ դիտարկում թե հնարավորություն տեսնում եք օրինակ նաեւ հետագայում, եթե դուք օրինակ նշեցիք, որ 4%-ի շեմը հաղթահարված եք արդեն ձեզ համար համարում, ուրեմն համագործակցության հնարավորություն տեսնում եք։ Համագործակցություն հնարավոր է միայն մի պայմաններում, երբ որ մեր պրոյեկտը ընդունեն, լինի մեր վարչապետի տեխնացուն 100-օրյա կառավարման հնարավորություն տան, մենք իրականացնենք մեր փոփոխությունները եւ 100 օր հետո կազմակերպենք նոր ընտրություններ։ Մեզ շատ հաճախ մեղադրում են եւ հետաքրքիր է, որ բոլոր կողմերն են մեզ փորձում թիրախավորել, թե ընդդիմությունը, թե իշխանությունները, իշխանական թևը փորձում է եւ իրենց համակիները փորձում են մեզ թիրախավորել որպես ռուսական պրոյեկտ, մյուս կողմը մեզ թիրախավորում է որպես նիկոլականներ, ասել է թե մենք երևի թե միակն ենք, որ այստեղ խաղում ենք մեր անկախ խաղը եւ բոլորի համար մեծ գլխացավանք ենք դարել, որովհետեւ դինամիկ աճը մեր ձայների ճանաչելիության եւ էլեկտորալ առումով մեր դինամիկ աճը շատերի համար անհանգստություն է առաջացնում, ես ուրախ եմ այդ առիթով։ Հիմա արդյոք այս բոլոր հայտարարությունները իրանք պոպուլիստական են թե չէ, միանշանակ 8 տարի իշխանության լինելուց հետո անդրամաբանական է խոսել ինչ որ մեծ փոփոխությունների գնալու լրացուցիչ ժամանակ խնդրել մարդկանցից, որպեսզի այդ գործողությունները անեն, որոնք իրենք խոսք են դրել դեռ 18 թվականին։ Տեսեք, 18 թվականը ինչով էր բացառիկ։ 18 թվականին մենք իսկապես ունեինք մեծագույն համախմբում եւ հասարակության սատարում ունեին գործող իշխանությունները եւ երբ դու գնում ես շատ խորքային փոփոխություն, պիտի գնաս խորքային փոփոխությունների մեծ բովանդակային փոփոխությունների դու պիտի ունենաս հասարակության սատարումը։ Այդպիսի սատարում ինչպես կար 18 թվականին, որևէ իշխանություն Հայաստանում երբևէ չի ունեցել։ Եվ դա լավագույն ժամանակներ եւ լուստրացիա իրականացնելու, որպեսզի այսօր ոչ մեկին չասեր դու ստեղի շպիոն ես, դու ունդեղի շպիոն ես, դու Թուրքիայի գործակալն ես, դու ինչի Ռուսաստանի գործակալն ես։ Կամ էլ քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ գրեն, որ ինչ էր գրել, այ որ դուք մեր ճանապարհը փակել եք, ուրեմն մենք էլ ձեր Facebook-ի ագենտներին կփակենք։ Այդ մարդկանց մտածողությանը նայեք, ասելա թե քո երկրում կան ագենտներ, ու դու այդ ագենտներին չեզոքացնելու համար ուղղակի պատճառ ես մանգարի, չէ, բոլոր երկրների ագենտները քո երկրում պիտի չեզոքացված լինեն։ Ինչ էր պետք անել դրա համար։ Պետք է անցկացնել լուստրացիա եւ վեցինգ։ Դա չիրականացվեց։ Հիմա 8 տարի հետո գալ ասել, որ մենք այս ինչ գործակալին, այն ինչ գործակալին, ու մարդկանց ոչ շատ տրամաբանական հարց է գալի ծագում։ Իսկ ով պիտի իրականացի այդ լուստրացիան, իսկ լուստրացիա իրականացնողները անցնելու են այդ նույն լուստրացիայով, թե մենք ինչ որ մեկին մեծագույն լիազորություններ ենք տալու, որ ինքը որոշի միանձնյան օրից, պարոն Փաշինյանը միանձնյա որոշի ով է շպիոն, ով չէ։ Մեկը լինի հարցնի պարոն Փաշինյանն շպիոնն է, որ ամեն ինչ տեղ են գնի։ Մի խոսքով հանուն արդարության եկեք ասենք, այս տեքստերը մենք լսել ենք 1000 անգամ, այս նույն խոսույթը մենք լսել ենք 1000 անգամ, եւ այն առաջարկը, որ անում ենք մենք, իսկապես ասել Նիկոլ Փաշինյան աննախադեպ առաջարկ է, որովհետև մեր առաջարկի պայմաններում բոլոր այն ուժերը, որոնք երկար տարիներ կան դաշտում, նորից անկախ նրանից մենք կիսում ենք իրանց այդ հայացքներ, թե չէ, այդ բոլոր ուժերը իսկապես հնարավորություն, շատ քիչ հնարավորություն ունեն պարլամենտում հայտնվելու։ Մեր առաջարկը 1% շեմ իջեցնել իրանց համար փայլուն հնարավորություն է։ Մեր առաջարկը մեծամասնության քվոտան հանելը լավագույն առաջարկն է, որպեսզի կարողանան պարլամենտում հայտնված խմբերը, թիմերը, քաղաքական ուժերը իրար հետ խոսելու, ոչ թե իրար վրա շիշ շպրտելու, իրար մար հայելու, այլ իրար հետ համագործակցելու, այլապես հնարավոր չի լինի շատ որոշումներ անցկացնել։ Մերոնք ասում են, շատ այդ հակադարձում են, ասում են, իսկ դա չի դժվարացնելու, իհարկե դժվարացնելու է։ Բա սովորեք թագավորի պես գաք նստեք ու կառավարեք ոնց ուզում եք, անեք ինչ ուզում եք, բայց այդպես իհարկե չի լինելու։ Պարլամենտի ամբողջ տրամաբանությունը, որ տարբեր ուժեր իրար հետ կարողանում են խոսել, կարողանում են մտքեր գեներացնել, կարողանում են համաձայնության գալ։ Բայց եթե բոլորին նշանակելու եք դուք միանձնյա, պարզա չէ, որ անձերը կապ չունեն, մեր երկրի խնդիրը անձերը չեն, մեր երկրի խնդիրը համակարգերն են։ Ցանկացած մեկին բերեք դրեք այս համակարգի մեջ եւ ինքը կդառնա հաջորդ արքայից արքան, էլի, շախին շախը։ Ինքն է նշանակելու գլխավոր դատախազին, հետեւաբար գլխավոր դատախազը իրանց ուժին չի վերահսկելու, ինչ իր սրտի գործարաններին չի վերահսկելու, իր պաշտոնյաներին չի վերահսկելու։ Ու սա չի վերաբերում մենակ Նիկոլ Փաշինյանին։ Եթե համակարգի մեջ փոփոխություն չեղավ, եթե գլխավոր դատախազը համաձայնությամբ պարլամենտում չնշանակվեց, այլ մի ուժի կողմից, էս է լինելու։
Նույնը վերաբերվում է հակակոռուպցիոն մարմնի ղեկավարներին, նույնը վերաբերվում է տարբեր կառույցների ղեկավարներին, որ դեպի վերահսկողություն անեն, բայց չեն անում, որովհետև ինչու, այո, որովհետև հացից կկտրվեն, իրանց նշանակողը օրվա իշխանությունն է։ Քանի որ գործակալների մասին խոսք գնաց, տեսեք, դա ինսայդերի հետաքննությունը նախորդ շաբաթ եղավ, դրանից հետո իրավապաշտպաններ կային, որ նույն մեր տաղավարում հայտարարում էին, որ ընդհանրապես ստեղծված իրավիճակում 24 ժամ պիտի տրվեր Կարապետյաններին Հայաստանը ուղղակի լքելու համար։ Գիտեք, նաև տեղեկատվություններ հայտնվեցին քաղաքացիության հետ կապված Նարեկ Կարապետյանի, հետո այդ տեղեկատվությունը ուղղակի անհետացավ կայքից։ Այնուամենայնիվ դե ինսայդերը Ես փաստորեն ակին բան չեմ հետևել։ Դե ինսայդերը փաստորեն ուրեմն լուրջ բացահայտում էր արել։ Դրանից հետո որոնք պիտի լինեին Հայաստանի կամ Հայաստանի իշխանության գործողությունները, որովհետև շատերը շատ կոնկրետ նաև ազգային վտանգության ծառայությանն էին մեղադրում, թերացման, ուրեմն մեջ ու նաև նշում էին, որ մենք այստեղ պետք է ունենայինք պատասխանատվության ենթարկվածներ կամ պիտի արդեն լինեին այդ գործողությունները, մենք կարծեք թե այս առումով էլ չկա։ Մյուս մասն էլ Տիկին Կարապետյանց ամենօրյա ռեժիմով այս հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություններն են, որոնք ամեն օր վստահաբար դուք էլ նայում եք արդեն Ես այլևս վաղուց չեմ նայում, եկեք ինչքան գործեր են դրանք եւ դրանք կարծեք անհավասար պայքարի մեջ չեն դնում ձեզ եւ մյուս քաղաքական ուժերին եւս։ Այդ ասումա թող մտածի մյուս քաղաքական ուժը, որտեղ այդքան հնարավորություն չկան իրանք ունեն փաստաբաներ վարձելու, իրան գիտեն ինչ են անում։ Ես իրանց համար անհանգստացած չեմ, այդ թող իրանք մտածեն։ Ինչ վերաբերում է ձայնագրությունների, այս պահին գիտեք կարելի է ամեն ինչ ձայնագրել, ամեն ինչ հրապարակել ու ասել, որ սա օպերատիվ հետախուզական միջոցառում է ու կոնկրետ սրանց հետ է կապված չի, դա որևէ մեկը հիմնավորել չի կարող։ Ու այս իմաստով, եթե կա խնդիրներ, գնացեք քրեական գործեր հարուցեք, գնացեք, չգիտեմ, դատարանից որոշումներ, հիմնավոր որոշումներ բերեք, կալանավորեք, ինչ ուզում եք արեք, բայց տենց տեղատարապ ձայնագրել։ Հիմա ուզում եք ես ու երկուսով նստենք, մի քանի հատ ասում ձայնագրենք, հրապարակենք, ու թող ապացուցեն եղել է, տենց բան թե չի եղել։ Այս մի կողմից, մյուս կողմից, բնական է, դա եղել է, դա միշտ եղել է, դա ագենտների հետ կապված ինսայդեր պետք չի այնտեղ սпасել, որ ինչ որ միտեղ մի երկրում ինչ որ մեկը մի բան կտպի, այդ ինֆորմացիան մեր շատ ճիշտ են ասում, մեր ածեն չուներ, իսկ ինչի չուներ, իսկ մեգուցե չէր ուզում որ ունենար, իսկ մեգուցե պասերով խաղալը շատ հարմար է եղել, իսկ ես էլ հարցեր ունեմ, իսկ Մենք բացի ԱԱՑ-ից մի հատ էլ ունենք ծառայություն, մոռացա անունը ոնց էր, Գրիգորյան Կրիստինան է, կարծեմ ղեկավարը, բա իրանք ինչ են անում, այսինքն մենք այսքան բան ենք, հատուկ ծառայություններ ենք պահում, որ ինչ անեն, որ շալվար ունենալու չունենալու մասին ինֆորմացիան բան անեն, թե ավելի լուրջ հարցեր քննարկեն։ Բայց այս ամեն ինչը գիտեք երբ անլրջանում, սա ես ինչու լուրջ չեմ վերաբերվում, առհասարակ չեմ էլ հետևում, որտեղ ինձ հետաքրքիր չի այդ մասը, որովհետև ամենավառ օրինակներից, այս վերջի օրինակներից բերեմ, կպատկերացնենք։ Ուրեմն ոնց էր անունը Թևանյան, Անդրանիկ Թևանյանին այլ երկրին փակ գաղտնի ինֆորմացիա փոխանցելու եւ նաեւ $620,000 գումարի դիմաց բան հայտարարություն են անում քաղաքական ուժի ներկայացուցիչը ընդեղից լուրջ դեմքով ընդեղից հայտարարություն անում, անցնում է մի սուտկա, մի ամբողջ օր Անդրանիկ Թևանյանը տալիս է ասուլիս, գնում է տուն, մարդկանց հանդիպում, այդպիսի ինֆորմացիա ունելու պարագայում անհապաղ մարդուն տանում են կալանքի, ոչ թե մի սուտկա հետո, որտեղ մի սուտկա հետո ինչ ուներ թաքցնելու, վաղուց ջնջելա, եթե արելա, նորից անմեղության կանխավարկած չխառ, եթե արելա, հեռախոսային կապերը, չիպերը ջարդել են, հեռախոսները վառել են, թղթերը վերացրել են, սաղ փոզմիշ արել են, սաղ տարե պարտեկ է ծածկել են, նոր ԱԱՑ-ն գալիս է մասկեքը հագած, զորեղելի մտնում են, տենց ցուցադրական ցույց են տալի, այդ տղուն տանում են կալանքին, այս չի որ ինքը իմ աչքի լույսն է, ինքը միշտ է եղել իմ քաղաքական ապոնենտը, մեր քաղաքական հայցները երբեք չեն համընկել։ Եվ հետեւաբար, բայց տրամաբանության տեսակետից ես ուզում եմ որ դուք շատ հստակ պատկերացնեք, դա լուրջ կարելի է այս ամեն ինչին վերաբերել։ Ես վաղուց դադարել եմ այս ամեն ինչին լուրջ վերաբերելու եւ մյուս օրինակն է սրա, մենք արդեն դրանով անցել ենք, հա, այն Բագրատ Սրբազանի ժամանակ հրապարակված, կիսատ հրապարակված նյութերը, որ հետո պարզվեց, որ հայտարարում են գլխավոր դատախազ գնում էր հմեկ տենց խրող դեմքով, մեկը քննչական կոմիտեի ղեկավարն էին, խրող դեմքով գալիս էին ասում էին, այս ամեն ինչը գիտեք ինչի մասին է, որ իրենց հետ անհամաձայն մարդկանց փողոցներում գնդակարում, հետո պարզվեց, որ լրիվ ուրիշ պատմություն էր։ Ասելա թե այնքան են իրանք անլրջացրել, որ այլևս դրան որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, սա շատ վատ է, գիտեք ինչի, որովհետև ասում
իրանց հերն են անցած, բոլորն են ժամանակավոր են, բայց մարդու մոտ, քաղաքացու մոտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ մտածողություն է ձևավորվում, որ այս ամեն ինչը անլուրջ է, որ այս մեր պետությունը, մեր պետական մարմինները անլուրջ է։ Մենք չենք կարողանում պետություն ստեղծել, մենք չենք կարողանում պետական ինստիտուտներ կայացնել, մենք ինքնուրույն ապրանք չենք կարողանում, մենք вообще մեծ պետություն պետք է, մենք արժանի ենք պետություն ունենալու, թե չէ։ Մենք իրականում արժանի ենք պետություն ունենալու, որովհետև շատ կարևոր հարց կա այստեղ, հա, մենք դրա գինը վճարել ենք, մենք շատ ծանր գին ենք վճարել պետականություն ունենալու համար, եւ որոշ մարդկանց պիտի ամրագրվի դա հունիսի 7-ին հենց դրա համար էլ կարևորագույն ընտրություններ են, որովհետև գիտեք նաև հիբրիդային գրոհը, գիտեք նաև շատ կոնկրետ արդեն գործնական գրոհը Ռուսաստանի Դաշնությունից վստահաբար հետևում եք եւ նաև այս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհատեմ, շատ ափսոսում եմ, որ միայն Ռուսաստանի հիբրիդային հարձակումներն են նկատելի, որովհետև խորին համոզմամբ միայն Ռուսաստանը չեն։ Իսկ ով ասեց, որ Թուրքիան ստեղ հետաքրքրություն չունի, իսկ ով ասեց, որ Ադրբեջանը ստեղ հետաքրքրություն չունի, իսկ ով ասեց, որ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները ստեղ հետաքրքրություն չունեն։ Ամենայն հարգանքով, ես իմ սաղ արևմտամետությունը ասում եմ դրեմ մի կողմ, բայց մի հատ եկեք տեսնենք, էլի արդյոք միջամտություն չէր, երբ որ Վենսը գալիս է կոնկրետ ընտրություններին ընդառաջ, ձերոսը ստպտպասում մեր լավ աղբերն է, մենք կուզեինք, որ այս մեր լավ աղբերը լինեն։ Միջամտություն է, թե միջամտություն չի։ Ես համարում եմ, որ կոպիտ եւ անթույլատրելի միջամտություն է։ Նույնքան կոպիտ եւ անթույլատրելի է, որքան Ռուսաստանի Դաշնությունից ընդեղից ասում ենք լավ աղբեր ունենք, հələ կլինի բանը Բերդից ազատես։ Հարց եմ տալի, եթե Սամվել Կարապետյանը իսկապես ինչեր հեղաշրջման փորձի մեջ մեղադրվում էր, բա մարդը հնարավորություն ունի, մարդը կապեր ունի, մարդը հեղինակություն ունի, բա եթե իսկապես հեղաշրջման բան կար, հիմքեր կային բան անելու, բա չէ բաց թողել։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինի հրահանգով են բաց թողել Սամվել Կարապետյանն։ Ես չի որ ես գտնում եմ, որ այդ մարդուն պետք է կալանքի տակ պահել։ Ես ի սկզբանե ասել եմ, որ դա աբորինի մեղադրանք է եւ որևէ կերպ չհիմնավորվող մեղադրանք է, բայց հարց եմ տալի, Հայաստանը դառնա պրախադնույ դվոր, ով տեղից վերականում Հայաստանին հայկական իշխանություններին հանձնարարություններ է տալի ու ակնկալում է, որ դա կիրականացվի։ Սա ինչ վիճակ է։ Ինչ ինքնիշխանության մասին են խոսում։ Հայաստանի ինքնիշխանությունը այնքան ցածր է այս պահին, որ սարսափելի է մտածել, թե մենք միջև ուր կարող ենք կորցնել կամ զիջել մեր ինքնիշխանությունը։ Մեր ասածն ինչ է։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը համար 2։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը իրականում առաջարկում է փոփոխություններ։ Տեսեք, հին մտածողությամբ անգամ հին փորձառություն ունեցող մարդկանցով հիմա շատերն են ասում, որ մենք փորձառու ենք, ախր մենք ձեր փորձառության հետևանքներն ու արգասիքները տեսել ենք։ Մեր այսօրվա դժվարությունների ճնշող մեծամասնությունը հենց ձեր ճակերտավոր փորձառության եւ ձեր փորձառությանը փորձանքի բերելու հետևանքն է։ Այնպես որ նոր փոփոխությունների գնալով աշխարհակարգի փոփոխության պայմաններում նոր մեթոդներ են պետք, նոր մտածողություն ունեցող քաղաքական ուժեր են պետք, նոր պատկերացումներ, նոր բանով, հա, սահմանափակված մտածողությամբ մարդիկ ու սահմանափակված այսպես աշխարհայացք ունեցող մարդիկ հնարավոր չի որ բերեն այդ փոփոխությունը, հնարավոր չի որ զարգացող աշխարհում այդ հին փորձառությամբ կարողանան մաքսիմում օգտակարություն ապավել Հայաստանին։ Հետևաբար մեր առաջարկը շատ տրամաբանական ու պարզ է։ Մենք շատ ճիշտ ժամանակ ենք ընտրել, այս մեղադրանքն էլ է անդադ հնչում, ասում է ժամանակ եք թե փոփոխություններ եք բերում, այո, եթե մենք չբերեցինք այսօր այդ փոփոխությունները, մենք մնալու ենք 19-րդ դարում։ Մենք ուզում ենք, որ մեր երկիրը հնարավորություն ունենա արագ աճելու ու այս փոփոխությունը, այս դժվարին ժամանակները ուզում ենք օգտագործել մաքսիմում օգգն բարձր լինի, որ կարողանանք համապատասխանենք զարգացող եւ փոփոխվող աշխարհին։ Եվ Տիկին Կարապետյան, եթե ամփոփենք, իսկ նժարը կա առհասարակ թե։ Իհարկե։ Նժարը միացավ բոլորին դեմ եմ, շատերը կարծում են, որ դա հենց մի կուսակցություն է եւ վերջ։ Ես իդեպ որևէ կուսակցության անդամ չեմ, իմ միակ կուսակցական պատկանելությունը պիոներն ա եղել, այն էլ ոչ ընդունելուց եմ կարծիքը հարցրել ոչ հեռացնելուց։ Եվ բոլորին դեմ եմ կուսակցությունը ինքը հավաքական թիմ է, այստեղ տարբեր բազմաթիվ նախաձեռնություններ, նախասիրություններ ունեցող անհատներ են, խմբեր են, թիմեր են, այդ թվում նաև նժարն է միացել բոլորին դեմ եմին, այո, նժարը շարունակում իր գործունեությունը, մենք համարում ենք, որ այս 3 կետերը իրենք անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն փոփոխությունների գնալու համար, եւ հետեւաբար այս process-ը ավարտելուց հետո մենք շարունակում ենք զուգահեռաբար հիմա շարունակում ենք նաեւ նժարի պրոյեկտների վրա աշխատել, բայց նաեւ այս ընտրությունները անկախ իրենց
արդյունքներից մենք իհարկե աշխատելու ենք այդ ուղղությամբ եւ հասարակությանը ներկայացնելու ենք ավելի խորքային բովանդակային փոփոխություն, ինչը շատ հետաքրքիր է, որովհետեւ տարիքով մեծեր մարդիկ իրենց համար փաստորեն շատ ավելի հետաքրքիր է եղել, երիտասարդներին շատ ավելի կրեատիվությունն է մեր բոլորին դեմին հետաքրքիր, բայց տարիքով մեծ մարդիկ ովքեր պատրաստ են մեզ սատարել, այդ մարդկանց հետաքրքիրել է ավելի շատ նժարի առաջարկը, որովհետեւ խորքային բովանդակային է եղել եւ այս իմաստով մենք տրամադրված ենք, ի սկզբանե տրամադրված ենք եղել շարունակականությունը ապահովելու եւ բնականաբար շարունակությունը լինելու է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի դեմ եմ կուսակցության վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցի հետ։